Հայաստանի կառավարությունը դիմել է Եվրամիությանը հիբրիդային արագ արձագանքման խումբ Երևան ուղարկելու համար։ Ազատություն ռադիոկայանը պնդում է, որ իր տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի արտգործնախարարի փետրվարի 13-ին Բրյուսել ուղարկված նամակը։ Այդ նամակում Արարատ Միրզոյանը խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան, հայտնում է Ազատություն ռադիոկայանը չհրապարակելով նամակը։ Եվրամիությունը 20 հոգանոց նման մի խումբ էլ անցած տարի ուղարկել էր Քիշնև խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցելու Մոլդովայի իշխանություններին սոցիալական ցանցերում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության հայտնաբերման եւ հակազդման համար, պարզաբանում է Ազատություն ռադիոկայանը։ Հայաստանի արտգործնախարարությունը դեռ չի մեկնաբանել աղմկահարույց այս տեղեկությունը։ Այսօր Ժնևում Հայաստանի փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Ադրբեջանի իր պաշտոնակից Էլնուր Մամեդովի հետ։ Ըստ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջբերում զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում եւ միջազգային կազմակերպությունների շրջանակում վստահության ամրապնդման ուղղված հնարավոր միջոցները։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին անձնագիր տալու գործը ձգձգել է խորհրդարանական ընտրություններից առաջ կասկածելի է թվում ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանելյանին։ Նրա խոսքով քաղաքացիները ստիպված են ամիսներով սպասել անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար։ Շատերը Երևանից մարզեր են գնում, հույս ունենալով, թե ավելի շուտ կարող են ստանալ։ Պատգամավորը պետական մարմիններ գրավոր դիմումներ է ուղարկել, պահանջել արագ լուծել խնդիրը, առաջարկել է ընդլայնել անձնագրային բաժինները, ավելացնել աշխատողների թիվը։ Երևանի թիվ 143 Մսուր մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ձերբակալվել է։ Վերանշանակումից հետո պաշտոնավարելով 1.5 աշխատանքային օր Ռուզաննա Դանելյանին իրավապահների ուղեկցությամբ մանկապարտեզից տեղափոխել են հակակոռուպցիոն կոմիտե։ Գերատեսչությունից հայտնել են, որ նրան մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի ապշտակության եւ խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Հայաստանի վարչապետի Իրան հնարավոր այցի մասին խոսակցությունների ֆոնին պաշտոնական այցով այս օրերին Թեհրանում է Հայաստանի պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանը իրանցի պաշտոնակցի Ազիզ Նասիրզադեի հետ քննարկել է տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Ըստ պաշտոնական աղբյուրի նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Համարյա 710-ը։ Կառավարության շենքի դիմաց տաքսու վարորդները այսօր էլ բողոքի ակցիա են իրականացրել, պահանջելով հստակեցնել իրենց իրավական կարգավիճակն ու սոցիալական երաշխիքները։ Ավականուն դիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանի խոսքով օնլայն հարթակներում գրանցված է շուրջ 120,000 վարորդ, որոնցից մոտ 40,000-ի համար 10-ից 12 ժամյա աշխատանքը հիմնական եկամտի աղբյուրն է։ Չնայած 5% հարկ վճարելուն, նրանք չեն համարվում գրանցված աշխատող եւ չեն օգտվում առողջական ապահովագրությունից եւ սոցիալական երաշխիքներից։ Պլանավորում եթե կառավարությունը 10-15 օրվա կտրվածքով որոշակի արձագանք չտվեց, որոշակի չափով չանդրադարձավ այս խնդրին, իրենք գնալու են ակցիաների, խաղաղ անհնազանդությունների։ Մանուկյանը նաև նշել է, որ առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ էկոնոմիկայի նախարարությունները արձագանքել են, խոստանալով քայլեր ձեռնարկել։ Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Արցախի հայկական մշակութային եւ պատմական ժառանգությունը։ Facebook-ի իր էջում գրել է Արցախի Մարտունի քաղաքի ավականու անդամ Արտակ Մկրտչյանը։ Արցախի Մարտունի քաղաքում ամբողջությամբ ավերվել է ուշահամալիրը, որը նվիրված էր հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Այս ուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին, որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ։ Այսօր այն այլևս չկա։ Սա վանդալիզմ չէ, սա մշակութային ցեղասպանություն է, գրել է Մկրտչյանը։ 2025 թվականին Ադրբեջանը ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, մինչդեռ օկուպացված տարածքներում շարունակվում է մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը։ Արդեն երրորդ օրն է Թեհրանում ուսանողները դուրս են եկել փողոց, անտեսելով իշխանությունների խիստ արգելքները։ Պետական բուհերում ցուցարարները այրել են դրոշներ ու վանկարկել հակակառավարական կարգախոսներ։
Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կանգնել է իր 36-ամյա կառավարման ամենածանր ճգնաժամի առջև տնտեսական պատժամիջոցների եւ աճող դժգոհության ֆոնին։ Միջազգային հարթակում դիվանագիտական եւ ռազմական իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ։ Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բաց է պահում բոլոր տարբերակներն Իրանի հարցում, միաժամանակ հորդորելով բանակցել համաձայնագրի շուրջ։ Իրանը պետք է գործարք կնքի եւ երկիրը հնարավորություն ունի դա անելու։ Հենց դրան է ձգտում Թրամփը, նշել է նախարարը։ Մեր գործն է առաջարկել տարբերակներ եւ մենք դրանք կունենանք, եթե Իրանը որոշի գործարքի չգնալ, շեշտել է Հեքսեթը։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ հինգշաբթի սպասվող եռակողմ բանակցություններին Թեհրանը քննարկում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի մասնակցությունը։ Սա դիտվում է որպես փորձ առաջ մղելու ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների հաջորդ փուլը։ Երկրի նախագահ Մազուդ Փեզեշքյանը նույնպես հաստատել է, որ Վաշինգտոնի հետ շփումներում քաջալերող ազդակներ կան։ Այնուհանդերձ ԱՄՆ-ն շարունակում է ուժեղացնել ճնշումը։ Soft and not recognizable. Միացյալ Նահանգների զինված ուժերը բերվել են 100%-անոց մարտական պատրաստվածության։ Նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում վերահաստատել է, որ թեև նախընտրում է համաձայնության գալ, սակայն պատրաստ է կիրառել նաև ուժ։ Նա զգուշացրել է, որ բանակցությունների ձախողումը շատ վատ հետևանքներ կունենա Իրանի եւ նրա ժողովրդի համար։ Վաշինգտոնի պահանջները հստակ են՝ սահմանափակել միջուկային ծրագրերը, կրճատել հրթիռները եւ դադարեցնել աջակցությունը տարածաշրջանային որոշ խմբավորումներին։ Ըստ վերլուծաբանների, Թրամփն այս պահին փորձում է ժամանակ շահել հանրային աջակցություն ձևավորելու եւ ներքաղաքական ռիսկերը նվազեցնելու համար։ Ցանկացած ռազմական ձախողում նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ կարող է առիթ տալ դեմոկրատներին կրկին օրակարգ բերելու Թրամփի իմպիչմենթի հարցը։ Ճգնաժամային այս իրավիճակին զուգահեռ Սպահանի նահանգում շուկայի տարածքում վթարի է ենթարկվել բանակի ուսումնական ուղղաթիռը, ինչի հետևանքով 2 օդաչու զոհվել է։ Իսրայելը հզոր հարվածներով սպառնացել է Լիբանանին, եթե լիբանանյան շիա Հեզբոլլահ շարժումը միջամտի ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հնարավոր հակամարտությանը, հայտնել է Reuters-ը, որպես թիրախ կընտրվեն քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ օդակայանը։ Սա տեղի է ունենում երկու երկրների միջև ռազմական բախման աճող մտահոգությունների ֆոնին։ Հեզբոլլահի նոր առաջնորդ Նաիմ Քասեմն ավելի վաղ հայտարարել էր, որ խմբավորումը չեզոք չէ Վաշինգտոնի եւ Թեհրանի հակամարտության հարցում։ Լարվածության սրման պատճառով ԱՄՆ պետդեպարտամենտը Բեյրութում իր դեսպանատնից տարհանել է ոչ հիմնական աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Այսօր լրանում է ռուս-ուկրաինական հակամարտության 4-րդ տարին, այն ինչ Կրեմլնի սկզբանե նախատեսել էր որպես կարճատև ռազմական գործողություն, վերածվել է երկարատև պատերազմի։ Հայրենիքի պաշտպանի օրը Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է հատուկ ռազմական գործողության ընթացքում զոհված զինծառայողների այրիների հետ։ И хотел увидеться именно 23 февраля, в День защитника. Նա շեշտել է, որ թեև նրանց ամուսիններն այլևս չկան, սակայն հայրենիքը, հանուն որի նրանք զոհվել են, միշտ լինելու է ընտանիքների կողքին։ Պուտինը կարգադրել է մշտապես ուշադիր լինել զինվորականների ընտանիքների խնդիրներին, խոստանալով անձամբ վերահսկել այդ գործընթացը։ Նույն օրը նա պետական պարգևներ է հանձնել պաշտպանության նախարարության եւ Ռոսգվարդիայի զինծառայողներին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ցույց է տվել իր բունկերը, որտեղ թաքնվել է պատերազմի սկզբից։ Նա հեգնել է. Պուտինը արդեն 4 տարի է 3 օրում գրավում է Կիևը։ Զելենսկին խոստովանել է, որ ուկրաինացի ժողովուրդը հոգնել է, բայց հանձնվել նշանակում է կորցնել ամեն ինչ։ Նա կոչ է արել ԱՄՆ-ին եւ Դոնալդ Թրամփին մենակ չթողնել ուկրաինացիներին, քանի որ առանց արևմտյան օգնության երկիրը ստիպված է միայնակ դիմակայել առելի ուժին։ Щоденні і те, що раніше здавалось ֆանտաստիկոյը, դեպեր ստало նորմը։ Զելենսկին օրեր առաջ հայտնել էր, որ Միացյալ Նահանգները ճնշում է Ուկրաինային դուրս բերել զորքերը Դոնբասի դեռ չգրավված տարածքներից, այն ամբողջությամբ զիջելով Ռուսաստանին։ Президентка Європейської комісії
Урсула фон дер Ляйен. Իդեպ պատերազմի տարելիցի օրը Զելենսկուն Կիև քաջալերելու են եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լենը եւ այլ եվրոպաշտոնյաներ։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, թե Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան մտադիր են Կիևին միջուկային զենք տալ։ Դաշնության խորհուրդը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին եւ ՄԱԳԱՏԵ-ին կոչ է արել հետաքննություն անցկացնել։ Նյու Յորքը հայտնվել է ձնեգերության մեջ։ Վերջին տարիների ամենահզոր տեղումների հետևանքով քաղաքը ծածկվել է գրեթե 60 սանտիմետր հաստությամբ ձյան շերտով։ Ասավոր բուքը ստիպել է մեգապոլիսին փոխել իր բնականon ռիթմը, կանգնեցնելով կյանքը Մանհեթենի բանուկ փողոցներում։ Տեղումների աննախադեպ քանակի պատճառով քաղաքային իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն։ Հանրային բոլոր դպրոցները փակվել են, իսկ դասերն անցկացվում են հեռավար։ Որոշ տեղերում նաև հետաձգվել են։